Բարի ողջույն, հանդիպեցինք կրկին, բաց TV եթերում, ամեն ինչ բաց, անկեղծ զրույցներ այդ բաց TV-ում գրում, որը ես շատ տեղ եմ տալիս։ Այսօր ես հետաքրքիր բաներ եմ բերել, ինձ համար ու իմ դիտորդների համար ամեն ինչը հետաքրքիր է։ Ու մի մտածեք անպայման աստղաբանություն, որ մոլորակը որտեղ, որը որտեղ ինչ բախում է տալի, որ մի նշանին ինչ է սպասվում, ես վաղուց եմ ասել նման բաներ չեմ խոսում։ Ես խոսում եմ այն ինչը, որ ժողովրդին հարկավոր է, որտեղ իմ հիմնական աշխատանքը ընտանիքն է, ու ես ուզում եմ մարդկանց ճանաչեցնել, որ մարդ իրենից ինչ է ներկայացնում, որ մարդն եկել է այս աշխարհ սիրելով Աստծո շնչով, սիրելով ապրի, սիրելով արարի ու լինի բարի, եւ իր ընտանիքը եւ իր հաց ուտելն էլ սիրելով ու հավեսով պետք է լինի, ամեն ինչը սեր ու հավես ու սեր։ Ես մի հրաշալի տղա հետ եմ ծանոթացել, Գևորգ։ Շուտով Գևորգը կլինի տաղավարում, որտեղ այստեղ նոր ծրագիր է լինում, որ այդ ինչ-որ մշակույթի հետ կապված որքան հիշում եմ, կհրավիրեն ու կպատմի շատ բաներ, ինքը դիզայներ, գրաֆիկա, ես շատ հավանել եմ ու կարիճ է համաստեղությամբ։ Ինքը ինձ գիրք նվիրեց, իր գիրքն է Վերածնունդ, ես ձեզ ցույց տամ, նայեք։ Հրաշալի է, հրաշալի, ես այս առաջի 2-3 էջը կարդացել եմ, այնտեղ կարդացի, ու մի անգամից հետո իրան ասել եմ, ինչ լավ է, ու շնորհավորել եմ, ասում եմ, այդ շատ բարդ է մարդկանց համար, մի քիչ չեն հասկանում։ Եթե մարդը մտածել չունի, ամեն ինչն է բարդ։ Պույպույ մկնիկն էլ կարդակասի, բարդ է։ Ես ու նախաբանը մի փոքրիկ կարդա, տեսեք ինչ է իրանից ներկայացնում։ Դրամայի ասա, Վերածնունդը դրամա, որտեղ ժամանակի սահմանները ջնջվում են։ Տեսեք ոնց է ներկայացրել, ժամանակի սահմանները ջնջվում են, այսինքն մտնում են անցյալի մեջ։ Ու բոլորն ունեն անցյալ, դա իրանց մանկությունը միջև անգամ մոր արգանդում լինել են պտուղը, որ նոր ձևավորվում է, դա էլ է անցյալը։ Սա անցյալի մութ արձագանքների եւ ներկայի անհանգիստ իրականության միահյուսումն է։ Հիմա այստեղից մի քանի ես կտորներ դրվագներ եմ հանել մի քանի, ու տեսեք ինչ հետաքրքիր մտքեր ունի, ու ես կուզենամ, որ դուք մտածեք բոլորը ձեր մեջ մտածեք, որտեղ ուղեղը մտածելու համար է։ Տեսեք ինչ է շարադրում։ Քաղաքի այս խլացուցիչ աղմուկի կենտրոնում քոհին եսի, անցյալի եսի, դա փոքր հասակն է, մոխիրների վրա սկսում ամենադժվար, ամենագեղեցիկ արվեստը։ Ամենագեղեցիկ իմ կարծիքով, ես չգիտեմ հեղինակը ինչպես է դա մտածել, ես դա կյանքն եմ հետակա պատկերացնում, որտեղ կյանքը արվեստ է, այո։ Իր մութ ու լույս կողմերով, արվեստն էլ քանդակագործը ոնց ասես ճմրթած բան է, Հյուգո այդ Ռոդենինը ամբողջ ճմրթված քանդակներ էր։ Էդ էլ հենց եսն է։ Մոխիրի վրա սկսում ամենադժվար, ամենագեղեցիկ արվեստը։ Դա հենց սովորելու արվեստն է, սիրել կյանքը, ոչ թե նրա համար, որ լուսակիները միշտ կանանչ են, այլ որովհետև նույնիսկ ամենամեծ խցանման մեջ կյանքի զարկերակը շարունակում է բաբախել մեր ներսում։ Այսուհետև դու պետք է քայլես բոլորովին նոր ու անծանոթ հետագծով, բայց այդ ճանապարհը ամեն մի աղմուկ այլևս թշնամի չէ։ Այս մի փոքրիկ առաջի մասում մտածեք իրոք խորը փիլիսոփայություն կա այստեղ։ Հետո մի ուրիշ կողմն էլ կարդա ու ինձ համար ավելի շատ հետաքրքիր այստեղ տեղ եմ գտել, հատված եմ գտել։ Վերածնունդը ինչ է իրանից ներկայացնում։ Նախ ասում եմ լռեք բոլորդ։ Վերածնունդը հենց այդ աղմուկի մեջ քո սեփական ձայնը նորից գտնելն է։ Վերջ։ Հիմա ինչն է ինձ տեղ շատ զարմացրել, հուզել ու մտածելու առիթ տվել, ուզում եմ սա բոլորդ էլ մտածեք, սա բոլորը ձեզ համար ստեղծեք դա։ Տեսեք հեղինակ ինչ արել, իրեն դրել է 3 անուն։
Ինքը Գևորգն է, Գրիգորն է, ներողություն։ Ինքը իրեն անուն է կնքել 3 հատ։ Բոլորդ կարող եք ձեզ անուններ կնքել։ Առաջի անունը ինչ է իր անբաժանելի կամակոր։ Այս իր մանկական տարիքն է։ Անտանելի անկում եւ ըմբոստ։ Ես ոնց եմ, սա իր մանկության, ես էսպես եմ հասկացել, չգիտեմ ինքը ինչ է մտածում, բայց էս էլ է հետաքրքիր, ու կուզենամ բոլորը ձեր մանկական տարիքին դուք ինչպիսիներ եք, որ ծնողներն էս ինչ չարաճճի, էս ինչ փնթի, էս ինչ ագրեսիվ, էս ինչ սուտասան, ինչ որ մի բան անուններ են կնքում ծնողներն իրանց երեխաներին։ Ու հետո որ այդ մարդը մեծանում է, իրանք այդպես հարազատ բարեկամ հիշում է, որ ինքը ըմբոստ ա եղել, հիշում է, որ ինքը անկարգ ա եղել, հիշում է, որ ինքը սուտասան ա եղել, բայց հիմա իրան չեն մեծ հասակում ինքը ինչպեսին է, այն անցյալն են հիշում։ Այ վերածնունդը հետստեղ եմ ես տեսնում, ոչ թե հնի ջնջում, որն էլ իրեն հունից հանում է, այդ անունները միշտ իրան հունից հանել են, որովհետև իրան այդպես են միշտ հիշել։ Ու դա մաման է լինում սովորաբար, բարեկամն է լինում, հարազատն է լինում։ Իսկ դա էլ չկա, էլ ըմբոստ տղեն չկա, էլ ըմբոստ չարաճճի ծուլիկ երեխան չկա էլ։ Նոր անուն, որովհետև արդեն ինքը վերածնվեց։ Ահա, հիմա բոլորը ձեզ դրեք կանոններ մանկական տարիքին, 3 անուն, ավել պետք չի, ուզում եք 13 դրեք, ձեր իրավունքն է։ Դրեք այդ անունները ձեզ, կամ հիշեք ձեր ծնողները ձեզ ինչ անուններ են ասել, շատ վատ բառեր են ասել, բայց հիմա դու մայծացել ես, դու տես մի հատ հետ հայացք, դու այդպեսին ես, մնացել ես, այդ անցյալի գծերից քեզ մոտ կա, թե ոչ, հենց այնպես չի ես աշխարհում անունները հենց այնպես չի, ու եթե իրոք այդ անունները, որը որ քեզ զայրացրել է, մաքրի քո մեջից ու դու կվերածնվես։ Քո մեջ կլինի հեղափոխություն, այսպես, հիմա հեռախոս, այս գիրքը գնեք, ես չգիտեմ որտեղ է վաճառում, երևի Գրիգորի ինքը երևի կա, տեսեք մինչև անգամ նկարն ինչ հետաքրքիր ասում եմ ցույց տամ, այդ ինքն է իր ձեռքը բռնած, իր մանկան, եւ երկուսը նայում են իրար, ինքը նայում է իրեն, ինքը նայում է իր եսին, մենք բոլորս ենք այդպեսին։ Չգիտեմ հետո կիմանամ որտեղ է, երևի կգրեմ իմիջում այդ գիրքը որտեղ է, որ գտնեք անպայման կարդաք։ Հիմա այսօր հեռախոսային զանգերն է, եթե հասնենք գոնե մի 2 կպատասխանենք, տեսնենք, հա, էլի մի բան ունեմ ձեզ ասելու, այստեղ նվեր եմ ստացել։ Թողել էր այստեղ Ինարան։ Շատ ուրախացա։ Շնորհակալ եմ Ինարա ջան։ Սա գիտես որ իմաստուն է համարվում։ Ինքը ինքան փայլուն է, ինքան բարի է, ինքան լավն է, ձեռքը շարժում է։ Ու ոնց որ հայլի լինի, դու նայում ես, ինքը փիսոյ է։ Դու նայում ես այս փիսոյին, դու տեսնում ես քեզ մեջը, դու երևում ես այնտեղ։ Ես կարամ միջև անգամ սրանով աշխատեմ, ասեմ լույսը լաց չլինես այլևս։ Փիսոնը դեղից ինձ կպատաս, լույսը ծիծաղ է, լույսը ժպտ է, լույսը եղել այնպես, ինչպես եղել ես առաջ։ Ես չգիտեմ ինքը սա որտեղից է գնել, երևի չինական խանութներ, հնդկական խանութներ, չգիտեմ, գնացեք գտեք, դուք էլ առեք ինքներդ ձեր հետ խոսեք։ Տեսնում եք, որ բնության մեջ ոչ մի բանը պատահական ու ավելորդ չի լինում։ Այստեղ այս գիրքը Գրիգորի ինքն իր մասին մանկություն, որ թափանցի քո մեջ տեսնում ինքդ ով ես եղել մանկական տարիքին, այս փիսիկ հայլու մեջ ես նայում, այստեղ ոչ մի բան չկա, ոչ աչք, ոչ քիթ, հարթը։ Նայում եմ, տեսնում եմ ինձ։ Ու խոսում եմ իմ հետ, այս ձեռքն էլ կտանի այո ու ոչ կասի։ Այսպես։ Ես ինքս իմ համար ստեղծեցի մոդել։ Դրա համար շատ շնորհակալ եմ Ինարա ջան, ուզում եմ ես քեզ միշտ առողջ ու բարի տեսնել, որովհետև դու բարի ես, քո հոգու մեջ կա բարություն։ Կա բարություն, իսկ են քեզ ասել եմ, շատ եմ քեզ ասել, երբ մարդը աճում է, երբ մարդ ճիշտ է, երբ մարդը դրական է ու լույսերի մեջ իր կողքը միշտ չարախոսողները հայտնվում են, իրենք
իրենց լսող չկա, իրանք պետք է անդադ չարախոսել, անդադ վատ բաներ ան։ Ու այդ մարդկանց իրանց նմաններն են միշտ տեղ տալիս, որտեղ իրանց լսող չկա, ու որ մենք իրենց պատասխանում ենք, իրանք էլ մեզ են պատասխանում, իրենց թվում է իրենց մարդատեղ տնող չկա։ Մարդատեղ տնող կա, բայց իրենց մարդատեղ տնող չկա։ Այսպես հիմա պատասխանենք մեր զանգին, տեսնենք այսօր ով ինչ կասի։ Բարև ձեզ, Տիկին Լուսիա։ Լսում եմ ձեզ, ասեք։ Ես ձեզ շատ հարգում եւ սիրում եմ, եւ ձեր անդավաճան լսող հաճախորդներից եմ։ Այսպիսի մի հարց ունեմ։ Ինչ լավ բառեր անդավաճան։ Որովհետեւ հավատում եք, երևի չգիտեմ, քանի տարի ուզում եմ ձեզ հետ խոսել, չի ստացվում, հազիվ ստացվեց։ Շնորհակալ եմ դրա համար։ Այո, Տիկին Լուսիա, ուրեմն այսպես, ես ուզում եմ թորնիկից համար հարցնել, որը ծնվել, ու իր մոտ գիշերամիզության խնդիր ունի, 19 թվականից գնում է այդ կենտրոն, արաբկիր այդ մանկական, վերջը ասել են միզապարկի դիսֆունկցիա, ուղղակի ես անհանգստանում եմ, որ այդքան բուժումներ եւ այլն հələ որ ոչ մի, ասենք, քչացում լինում է, բայց վերջնական արդյունք չի լինում։ Պատկերացրեք, ինքը հիմա 13 տարեկան է, երկրորդ դասարան։ Քանի տարեկան է? Տարիքը 13 տարեկան է։ Հա, կանցնի շուտով, կանցնի։ Հիմա արդեն ժամանակաշրջանը, որ փոխվել է ժամերը, կարող է մինչև անգամ 14, 16 են հասունացման տարիքը, որ կլինի սեռական, կանցնի, էլ այդքան տեղեր, իսկ սպորտի չի գնում, սպորտի։ Չէ, ինքը լողի գնաց, հետո գնաց ինչ-որ այդ սպորտի, որ իրար հետ բոքսի տիպի մի թեթև բաներ, բայց ես վախեցա։ Չէ, տենց ուժեղ բաներ հարկավոր չի, տենց ուժային բաներ հարկավոր չի։ Հա, բայց լողի, անցյալ տարի ուղարկեցի լողի, մտածում եմ դա էլ կողնի, այս տարի էլ երևի ուղարկում լողի։ Չի սիրում, չսիրեց լողը։ Սիրում է։ Թող գնա լողը։ Հատկապես մեջքի վրա լողը, հատկապես։ Լողը շատ լավ է։ Մի րոպենային հիմա ասեմ, 2 շաբթի է ծնվել։ Համ իր մոտ մի սեռականների խնդիր կա, ինքը իրան շատ տաք պետք է պահի, մեկ։ Բորբոքումներ, ինֆեկցիաներ իրան, այս ինչ որ ասում եմ, ամբողջ կյանքում է, միայն այսօր մի նայեք։ Այո, լսում եմ։ Այդ յուրաքանչյուր մարդ, որ գալիս է այս աշխարհ, բոլորս էլ օրգանիզմում թույլ տեղեր կա, աստրոլոգիան, առողջապահական աստղաբանությունը դա ունի բացատրություն է, որ մի մատը փուշ է մտնում, ունի էլ իր բացատրությունը, բոլորը նույնը չի, բոլորին էլ նույնը չի, որ ասես կույս համաստեղության ծնվածները պետք է այդպես էլ, այդպես չի։ Այդպես չի։ Իր մոտ հա դեռ սեռականները հետ տալիս է գոտկատեղից ներքև նաև սեռականները տալիս է, այդ մեզապարկն էլ է լինում, երիկամն էլ է լինում, այդ ամեն իր մոտ կա, բայց սրանք անցողիկ են։ Մի բան ասեմ, այդ ինչ որ հիմա կա, իր ժառանգության մեջ չկա տենց։ Եղել է։ Այո, եղել է, ասում են հորական կողմ, այո։ Հա։ Այդ եղել է, սա ոնց որ փոխանցվել է այս երեխուն, որտեղ Կարմիչեսկի մեծ ծրագիր է տանում, որ արդեն իր մամայի հղի, որ իր մաման իրանով հղի է եղել, արդեն այդ ժամանակ այդ տեսակ է ձևավորվել ինքը, ու որտեղ եկել է հարց, հենց այդտեղից է փոխանցվել է իրան, երեխու վրա։ Այս երեխան շատ է ընդհանրապես կյանքում, ես չեմ կարող տարիք ասել, որտեղ սխալ կլինի, 8 տարեկանից մինչև 15-ը, որ միանշանակ է, անդադ ինքը փորձությունների մեջ է լինելու։ Ոնց որ անդադ ոտը քարի կպնի, մեկ էլ տեսար հիվանդացավ, ջերմություն բարձրանա, ախորժակ, տրամադրություն, ամեն օր ոնց որ 2-3 օրում եք այս երեխումդ ինչ-որ մի բան հայտնվի, մինչև 15 տարեկան այսպես է լինելու ու դանդաղ կանցնի, ինչ է իրան պետք, ոչ մեկ էդ մի կենտրոնացեք ու այդքան էլ իրան վայ մի արեք, որտեղ ինք շատ դրանից նեղվում ու անհարմար է զգում։ Այո, ես դա զգում եմ, այո։ Կոմպլեքսավորվում է, բարդույթավորվում է, մոռացեք, որ ինքը ունի խնդիր, ըստեղ արի հիվանդություն չասենք,
Մոռանանք, Այո։ որ ինքը ունի խնդիր ու դա անցողիկ է։ Մրսացրել է, եղել է, կանցնի։ Այո։ Այսպես մտածենք, բայց այս երեխու մոտ երբեք չի կարելի մամա-պապայի վեճ, երբեք չի կարելի ագրեսիա, ինչ որ մի բան չարախոսություն անել, ինքը չպետք է լսի նման բաներ, որտեղ այն կյանքում, նախորդ կյանքը ինքը վատ բաների մեջ է եղել, չար բաների մեջ է եղել, չար։ Իր երազներն էլ է հետաքրքիր, տարօրինակ երազներ ունի, ուղղակի որ երեխայի այդքան չի հասկանում, կարա վեր թռնի։ Հետո մահացածների, որ գերեզմաններ էլ իրան չի կարելի գնալ, կարող է տարել եք իրան։ Ուղղակի իր տատիկ պապիկը նույն օրը մահացան մի քանի ժամվա տարբերությամբ, բավական ժամանակ չէր գնում, բայց վերջերս որ ծնողները գնում են, երբ ստացվում է գնում, ասում է խոնկ եմ ծխում, գալիս եմ այդպես։ Լավ, ոչինչ։ Ուղղակի իրան այդքան չի կարելի։ Այդ մահերը իր վրա շատ ծանր է ազդում, ինքը երազում կտեսնի, ինքը բաներ է ազգում տեսնում, որ դուք չեք տեսնում։ Հետո կարող է նստած լինի, հայացք ուրիշ տեղ լինի, բանը խոսակ ձայն տակ ինքը չլսի, այն որ ժողովուրդն ասում Բայց ինքը շատ ուշադիր է, գիտեք, մեզ թվում է ինքը մեզ չի լսում, բայց մեկ էլ այնպես կարձագանքի ասում ես, բայց ինքը լսում է, ոչ չի լսում։ Բայց հենց այդ եմ ասում, հենց այդ եմ ասում, ձեզ տվա թե ուշք ուրիշ տեղ է, բայց ինքը լսում է, ամեն ինչ լսում է։ Եվ լսում է, եւ տեսնում է, եւ զգում է կյանքում։ Չէ, իրան սպորտը պարտադիր ու հենց լողը մեքենայ է սիրում, եւ խորհուրդ չի տա իրան ընդհանրապես, ավելի լավ է ինքը լուրջ զբաղմունք ունենա։ Այդ արվեստն է եւ սպորտն է։ Թող նկարի, թող երգի, թող նվագի։ Նկարել սիրում այ միգայլոց։ Ձերքը լավ է, ու շատ իրան խորհուրդ կտա կավագործություն, որ իր մեջը կուտակված բաներ կա, դուրս կա։ Իմիջիալուց ինքը շնորհք ունի, ինքը շատ բաներ կարա անի։ Եթե հանկարծ ինքը ինչ պատտատիր է, բոլորը բարձրագույն ու գերազանցիկ ու մենდა։ Բնավ Տիկին Լույսա ջան։ Իրան լավ կլինի, խոհարար լինի։ Այո։ Խոհարարությունը լավ այրան, որտեղ դա ձերքի շնորհն է, դա եւ արհեստ է, եւ արվեստ է, ու իր մոտ կստացվի։ Ամեն ինչ էլ կստացվի, ամեն ինչ։ Եղավ շնորհ Տիկին Լույսա ջան։ Ու բանը ողնաշարն էլ, իր ողնաշարն էլ է մի քիչ։ Դրա համար ասում եմ մեջքի վրա որ լողա, այդ լող իրան լավ է, հագին կուղի, մի քիչ ողնաշարն էլ խնդիր ունի, բայց այս ինչ որ հիմա իր մոտ կա, դա իր նախնիներից է եկել, որտեղ իր գենետիկայում դա կա։ Ինքն էլ վերջինն է համարվում մաքրող, որ ինքը մաքրում է, դրա համար իր մոտ արկածներ շատ է լինելու, դիպվածներ կյանքում շատ կլինի, բայց այս հիմնականը այստեղ ցույց է տալիս, որ 15 տարեկանից արդեն կվերջանա։ Բայց ուղղակի մի հիշեք, էլի իրան անդադ աշխատում ենք չնկատելու դա։ Հա, այդ։ Մյուսը ասեք։ Տիկին Լուսիա ջան, ես տարիներ շարունակ ուզեցել եմ տղայիս ասեմ, ինքը ծնվել է ուզում եմ իմանալ, կամ ուսնանա, թե ոչ ես որ հանգիստ լինեմ գոնե, 65 տարիք ունեմ։ Հիմա ինչ եմ ասում ես, այս բոլորին եմ ասում, անդադ ասում են նույն բանը։ Հիմա քանի որ ժամանակները փոխվել են, առաջ մենք գիտենք, որ 20 քանի տարեկան պետք է ամուսնանա թե աղջիկ թե տղա, եթե ոչ ուրեմն մնացել է տանը, այտենց չի։ Հիմա 35-ից մինչև 42-ն է տղամարդու համար նորմալ տարիք համարվում կայանալու եւ աշխատանքն է, մասնագիտությունը, ընտանիքն է, երեխան, օջախ ստեղծել, այսպես ասեմ, հաստատվելու, բայց լինում է մարդիկ չեն արել, լինում է նաեւ բաժանվել են այդ ընթացքում, ու հիմա նորից էլի կրկնում եմ անընդհատ, որտեղ միշտ նույն բանը ինձ հարցնում են, 29 տարեկանից այդ Սատուրնի տարիքն է 29.5 մոտ 31 նայած, այդքան էլ ամուսնություն խորհուրդ չի տրվում։ Ինքը մի քիչ հաջող տարիք չէ, անցյալի սխալների, անալիզների տարիք է, որտեղ այդ տարիքին շատ արկածներ են լինում, բաժանություններ շատ է լինում, ավելի լավ է 32-ից 33-ից հետո։
Հիմա ձեր տղան ինչքան ասեց, հա 43, չէ՞։ Դες 40 28-ին։ հա 42-ից մինչև 49 տարեկան 7 տարի մեկ գնում է բոլորի մոտ։ Սա տղամարդկանց այնց վերածնունդ, որ ասում են դա նոր սաղմից իրենք դուրս են գալիս։ Բայց ինքը այնքան լուրջ տարիք է, ինչը որ չի արել մարդը 35-ից մինչև 42, մինչև անգամ որ ամուսնացած է լինում, արդեն պետք է ինքը սկսի կյանքը վայելել, որովհետև ինքը կյանք ուրիշ կերպ է տեսնում։ Ինչը որ այն ժամանակ չի տեսել, այն ժամանակ ոնց որ ասում են ծովը ծնկներից էր, իրան ամեն ինչ կարելի էր, թռնում էր արդեն ունեմ, ամեն ինչ լավ, բայց սա ինքը նոր դուրս է գալի, ինքը պետք է փոխվի իր անցյալի սխալներից, դառնա ինքնուրույն ճիշտ տղամարդ։ Սա այդքան կանանց չի վերաբերվում, ինչքան տղաներին տղամարդուն է, որտեղ տղամարդու տարիքն է 42-ից 49, ինչի ինքը մինչև հիմա չի ամուսնացել։ Այդտեղ հեծկետին ինքը պետք է ամուսնա։ Օ, այս քո տղան ուզում է գնա Հայաստանից, իր մոտ գնալը կա։ Չէ, բա ինքը անգամ մի օր ուրիշ տեղ չի մնում, ինքը տանն է։ Իր մոտ էմիգրացիա է ցույց տվել ու Ամերիկա, էն էլ Ամերիկա։ Ես հիմա բոլորին ասում եմ եկեք մի գնացեք։ Չի ուզում, ընդհանրապես Ռուսաստան, չկա տեղ։ Չէ, Ռուսաստան չի։ Մի րոպե մի հատ էլ նայեմ, հա։ Իր մոտ կա, Հայաստանից գնալը կա։ Տղադ կամուսնանա։ Կամուսնանա, ինքը լավ հայր կլինի։ Այս թորնիկդ որ մեկ երեխեն է։ Աղջկաս էր, այդ որ ասեի աղջկաս երեխայի մասին է։ Ինքը ոնց որ իրան պապա լինի, գիտես։ Տղա։ Ինքը շատ, այս երեխու ինքան կապած է քերոտ, հա։ Ոնց որ իրան հայր լինի։ Իր հայրն էլ է շատ լավը, իմ տղային էլ է ինքը շատ սիրում, ինքը ոնց որ հեղինակություն լինի թող։ Չէ, տղայի ամուսնությունը կա, հեշ չմտածեց ուղղակի։ Իրան գիտես ինչ աղջիկ, էքսցենտրիկ աղջիկ է հարկավոր։ Վար, ասի, խոսի, խնդա, ոչ մի բանի քթիմազություն չանի, չի կարա տենց բաներ տանի։ Էներգիայով ժպիտը դեմքին, մի քիչ էլ մսոտ, մի քիչ էլ գժոտ մազերով, աղջիկա պետք է սենց այդ ճիվաղ միվաղ աղջիկներ ինքը չի սիրի։ Ու ձեր հավանածներին չի հավանի։ Ես երբեք չեմ առաջարկում, բայց ինքը այնքան լուրջ է, ինքը ոնց որ մեր սերունդի երեխա լինի, շատ բծախնդիր է, երևի դրա համար չի կարող ընտրի, չգիտեմ։ Չէ, ուղղակի հարմարը չի գտել, որտեղ ինքը ջրի կեժան բաներ չի սիրում, էլի։ Ապրեք, ինքը շատ լուրջ է այս դարի համար, անկեղծ եմ ասում։ Ինֆորմացված տղա է, իր մոտ կբացվի անպայման, որտեղ վերևում է, որ երբ որ Յուպիտեր մոլորակը կմտնի առույց համաստեղություն, դա հուլիսի 1-ն է։ Իր ծնունդից հետո, լավ, սենց ասեմ, իր ծնունդից հետո ու երկար տևող ծրագիր է դեռ գնում եւ աշխատանքի մեծ փոփոխություններ ունի, ես հիմա ինչ ասում, դրական եմ ասում, դրական։ Այո։ Եվ աշխատանքի փոփոխություն լինի եւ անձնական կյանքում էլ եւ իրեն տրված է իմիջալոց բազմազավակ հայր լինել։ Էդ էլ մտա իմացի, որ տենց կա, մի քիչ մեջը վախեր կա, կանխազգացում ունի, ինքը զգում է շատ բաներ, բայց ինքը հիասթափություն ունեցել է, արդեն մի հատ տենց սեր է եղել, հիասթափվել է դրանից, կոտրված ավելի շուտ։ Կարամ ասեմ, ինքը կոտրվել է դրանից, մի քիչ ժամանակ է պետք, որ դա անցնի ու նորը, որտեղ անդադ ներքին համեմատություն է գնում իր մոտ։ Չգիտեմ, չի արտահայտվում, ինքը շատ կա։ Իրան Լուսինը հա մի քիչ չոր բնավորություն կա մոտը, այդեղ ջուրում է, ծայրահեղ է, մեկն ալին է խփում, մեկ մեխին է խփում, բայց կբացվի արդեն։ Երևում է, բայց չգիտեմ իր մոտ ցույցատալի, որ չի բացառում, որ ինքը էմիգրացվի, Հայաստանը լքի։ Միտք չունի անգամ, չգիտեմ։ Դե հիմա ինչ գիտես։ Դե առաջն ասված, այո, մենք վաղվա օրվա համար ոչ մի երաշխիք չունենք բնականաբար։ Ինքը ինչ գործ է անում, իր աշխատանքը կապված է։ Ինքը մենք գյուղում ենք ապրում, ինքը հիմնականում գյուղի հողի գյուղատնտեսության հետ, ջերմոցներ, հող ենք մշակում այդպես։ Նա ինչ եմ ասում, նայ, իր աշխատանքը կախված է ինքը ինչպես իր գործը կներկայացնի։ Ասենք կարտոֆիլ է ցանում, օրինակ եմ ասում։ Հիմա ինքը այդ կարտոֆիլը նենց պետք է ներկայացնի, նենց պետք է գովազդի, ռեկլամ անի, որ ես հավանեմ կամ առնեմ։
Այդ իր խոսքից է կախված։ ապրեք, բայց ինքը գիտեք, չէ, այն ոնց ասեմ, շատ լավ աշխատում է բան, բայց ըստ ինձ ես իր համարն եմ, լավ չի գնահատում իր աշխատանքը, շատ բծախնդիր, ամեն ինչը կանի ժամանակին, բայց երբ գալիս է այդ վաճառելու բան, ոնց որ ասեմ, ինքը սենց ոնց ասի, ընդ համաձայնվում է, երբեք ոնց ասեմ, բաց որակին լավ չի ներկայացնում։ Դե հիմա պետք է խոսի արդեն։ Հիմա իրան էդ ասում, խոսի, իրան տրված է, խոսի։ Ինքը ընտանիքի մարդ է, իր աշխատանքի հաջողությունն իր խոսքից է կախված, ինչպես կգովազդի, ինչպես կներկայացնի, ամեն ինչն է իր խոսքից կախված։ Այս հողի մշակումը Հայաստանում գնալով ավելի լավ վիճակ է լինելու։ Գնալու, հա մի քիչ առողջական իր շնչուղիների հետ է, շնչուղիները վիրավորվածություն կա այս տղային։ Մի իրան հարց է տվեք, նեղվում է։ Ինքը 44 օրյայի մասնակից է եղել ու շատ բաներ է տեսել, այդքան անցել է նոր է մի քիչ բացվում, հադրութում է եղել են վատ օրերին, մի խոսքով Աստված իրոք պահապան եղավ իմ երեխան, որ է հասավ տուն։ Տենց է, բայց ինքը զենք սիրում է։ Ինքը զենք սիրում է, իր մոտը լինելու է, դանակ մկրատ միշտ կունենա իր մոտը։ Չէ, այդպես դանակ չէ, բայց ինքը բանակի զենքի հետ շատ փոքրուց էլ կար, ուզում էր նույնիսկ Էդ եմ ասում, հիմա մկրատ, որ ասում են կոնկրետ մկրատ մի վերցրու, այսինքն սարը զենք է համարվում, որ ինքը կունենա։ Ինքը սիրում է, այստեղ ոչ մի բան չես կարող ասես։ Հա, խնդիր չկա։ Նորմալ է։ Ու իմիջալույս նման տղաները, այստեղ մոլորակները, որ նայում եմ, հիմա չկա տենց բաներ, թե կա, չգիտեմ։ Այն ատրակցիոնները հիշում ես մի ժամանակ, որ տիր կար, կրակում են արշուկ-մարշուկ։ Հա, այդ տենց բաներ է իրան լավ, ինքը տենց բաներ սիրում է, որտեղ կոչվում է ինքը մետքի ստրիլոկ, ոնց են ասում։ Հա, նպատակ։ Ինքը լավ կրակող է, դիպուկահար։ այո։ Ինքը շատ լավ կրակել, այդտեղ բաներ կարա, հիմա այնքան բաներ է Հայաստանում լինելու, այնքան լավ բաներ, այնքան նորություններ, զարմանալու են մարդիկ, այնքան մարդիկ են գալու Հայաստան։ Մեր ապագային, այո, իրոք հավատում եմ։ Ու կտեսնես, որ իրոք կծաղկի և ինքն էլ հողի մշակի մարդ է համարվում, ուզում է թող իր հողագործությամբ զբաղվի, բայց ինքը աշխատանքի փոփոխություն ունի լավին։ Ես ուզում եմ, ասում եմ ինչքան կարելի է հողին կարճած, փոխվի գուցե Սիրում է ինքը հողը, այդ մարդը սիրում է։ Սիրում է, ինքը սիրում է բրի, ամբողջ իր այդ էներգիան բացասական ինչքան հողին է տալիս։ Ծառերը իր մոտ լավ կա Ջենի Միչալոց, հաստաբուն ծառերն է իրան լավ, հետո ինչ ունի այստեղ, կանխազգացումների իր ներքին ձայն ինտուիցիան լավ աշխատում։ Այո, գիտեմ։ Նորմալ տղա է, ուղղակի այդքան հողի նշան չունի, որ կարճի, միան լուսինն է այդտեղ ջրում, մի քիչ sense համառություն է տալիս, դե ես էլ ես նորմալ եմ ընդունում, որտեղ բոլոր հայ տղաներն էլ տենց են։ Այո։ Մենք սարեցի ենք, մենք այդքան էլ ինտելիգենտ չենք, բայց քաղքենի ենք։ Քաղաքիները քաղքեն են, գյուղի մարդիկ իսկական հայ տղամարդ են, սարեցի, որ ամբողջ իրանց երակներում արև է։ Ես ուղղակի մի բան իրեն կասեի, որ իրան տակ պահի։ Չմասի, որտեղ այստեղ մի քիչ թոքերի հետ է խնդիրը ցույց տալի մրսացնի, քրտնի սարի մրսացնի, որտեղ թիակներն է իրան մի քիչ լավ չի ու սիրտը։ Այս իր ապրումներն է։ Այդ երեխումասի շատ է մտածում Միչալոց։ Հա։ Թող իրար հետ լինեն։ Թող իրար հետ գնան բասեին, իրար հետ խոսեն, իրար հետ զրուցեն շատ բաներ սովորացնի։ Այդ թորան մասին է խոսքս, որ բացվի ինքը։ Հասկացա, քրոջ տղան, այո։ Որտեղ նա էլ է փակ, այնտեղն էլ է փակ։ Ինքը խոսելու կարիք ունի, ուզում է, որ իր այդ խոսեն։ Իր քերին է։ Այո, ու իրոք կապնված են, ավելի շատ, քան մեծ աղբոր հետ։ Էլի չես ուզում։ Ապրեք, բայց շատ շնորհակալ եմ, Տիկին Լուսիա ջան։ Շատ ձեզ առողջություն, համբերություն եւ այսպես միշտ լավատես։ Տատիկները տենց է, մենք ավելի շատ ենք մեր թորների մասին անանց տանում, քան ծնողներ երեխեքի։ Այ, ապրեք 10 տարի էր, ես ուզում էի տղայիս մասին հարցնել, բայց ես դիմեցի առաջինը թորանս հարցով, պատկերացնում եք ինձ, ես իմ վրա
ես զարմանում եմ։ Տենց է տատիները։ Դու ուղղակի տատիների գործը համով բաներ կերակրելն է։ Այդ իրա հերթին։ Պետք է կերակրես, քո անցյալից բաներ պատմես, որտեղ մենք այս աշխարհից գնում ենք։ Մեր անցյալից ոչ մի բան չկա, որ այս ջահելները հիշեն ու պատմեն մեր պատմությունից, բայց դաժան բաներ հարկավոր չի, լավ բաներ պատմի, որ Իհարկե, լավ տրամադրություններ։ Օջախում ինչպեսին են եղել տղամարդիկ ու կանայք առաջ օջախում, ինչպես է որ օջախը ձևավորվել է։ Ընտանիքը տերևում է նորմալ է։ Դու որ ամսվա ծնունդ ես։ Ես Հա։ Այս թորանոց մասին շատ կմտածես։ Շատ, ուղղակի ես գիտեք ինչպես, ես էլ մաթեմատիկա ուսուցչուհի եմ, ձեր այդ աստղագիտության, այդ հոգեբանության ոլորտը հաճախ տենց համեմատում եմ եւ այլն, չգիտեմ, ինձ շատ ա դուր եկել ձեր վերլուծությունները, իրական, ասենք, հավաստի, չգիտեմ, ուրիշները ոնց են Միստիկ նշանա, այդ քո նշանը միստիկ նշանա։ Հիմա էլ լուսնային հանգույցը այդ քո նշանի տակ է, այս նշանները բարձրացան չեմ ասում։ Տեղ է գտնում, որ հուլիսի վերջին դուրս կգա, ամեն ինչ այս հոգևոր դաշտի հետ կապված է, քեզ հարկավոր չի ինչ որ այտենց բաներ։ Դու քո հավատքը քո մեջ ունեցի, ինչ կերպ դու աղոթում ես, այդպես էլ աղոթի։ Ու անգիր տեքստեր հարկավոր չի։ Բայց շատ լավ կլինի սաղմոսներ կարդալ, որ այդ սաղմոսը շատ զորեղ է։ Կողքս դրված է սաղմոսները անկեղծ։ Հա, շատ լավ է սաղմոսը։ Այդ մեր հայ ժողովրդին պահում է։ Ամեն օր առավոտը տան մեջը, ինչ որ մեկը տնեցիկից մի հատ սաղմոս ասի, իմացի որ այդ օրը պահված է լրիվ։ Անկեղծ ես էլ եմ նման բաների հավատում։ Նախ թեթևանում ես հոգով եւ իրոք էլի, չգիտեմ։ Մի լավ տղա ունեի, այնտենց ծանոթացել է տարիներ առաջ, իր մասին շատ էի ասում, Վովան, այնքան բաներ ինձ սովորացնում։ Ինձ ասում էր, ինձ հոգևոր դաշտն էր բացատրում, հոգևոր գաղափարը, ինձ անդադ ասում էր, այդ աշխատանքով մի զբաղվի, ասում եմ, բայց ինչի մարդկանց օգնում եմ հոգեբանություն, ասում է, քեզ մոտ գալիս են բոլոր քայքայված մարդիկ։ Ոչ ոք չի գալի հետո անեկդոտ պատմի, գալիս են նրանց խնդիրները քո վրա թողնում են, գնում են։ Ես էլ ասում չէ, որ սա հոգեբանական է, որտեղ աստրոպսիխոլոգիա է։ Այդ հունարեն բառն է, պսիխո, հոգին բանալ։ Մարդիկ գալիս են, իրան հոգին բացում են ինձ մոտ, ես էլ ինչքանով կարողանում եմ ես չնայած ես հոգեբանության կրթություն չունեմ։ Ես գիտեք ինչն ավելի շատ ֆիզիկան է, ռադիոն է։ Ինչ ասում էր, հա, հոգեբանությունը լավ բան է, բայց ճիշտ բան չի, որովհետև բոլոր այդ մարդիկ քայքայված են, ասեց յուրաքանչյուր հոգեբանի գնա մտի իր տունը, իր անձնականը նայենք ինչպիսին է, այն որ ասում բժիշկ իր քեզ, կան հոգեբաններ, որ իրանք անձնականի ճիշտ լինում է, որ ընտանիք ունեն, երեխեք ունեն, բայց այնքան ընկած են այդ աշխատանքով, այնքան փող աշխատելով, արդեն ոնց որ իրար մոռանան։ Տարբեր լինում են, էլը չեմ խորանում, լավ, որոշ հոգեբաներ կասեն, այդ ինչ ասեցի, կողքից եմ տեսնում այդ ամեն ինչը, հա ուսումնասիրի, հետաքրքիր հիմա ֆիլմեր կան կարդա, թորանդ պատմի, տղայիդ ասա, քո հանգստության համար, բայց դու էլ պետք է աշխատես, որտեղ քո նշանը տալիս է աշխատասիրություն, տարի, որ իմանաք ինչքան եմ աշխատում, այդ քո բանը լուծ կա քո ծոծրակին, այնտեղ դու պետք է մի քիչ գունդիկ ունենաս, ունես գունդիկ են վզակոթիդ։ Չէ, բայց այդ վզակոթս ինձ շատ աննայողում ընդհանրապես։ Հենց այդ եմ ասում։ Հենց վզակոթի մասին է խոսքս, որ ծոծրակը լավ։ Հա, հասկացա, բայց ասենք ես նախ այդ համակարգչի առաջ, դե դպրոցում եմ աշխատում, նաև դաշտում մեր հողամաս մի խոսքով իմ օրը վայրկյաններ անցնում, աշխատանքի բերումով շատ բազմազբաղ եմ շատ։ Այդ բերը ասում է ամեն մարդ իր խաչը իր ուսերին պետք է ունի։ Դու իրավունք չունես ուրիշի խաչը քո ուսերին տանելու։ Այդ է, դրա համար էլ հենց մենք պապայի, մամայի, երեխու ամուսնու ինչ-որ մեկի խաչը մեր վրա վերցրեցինք, մեր ծոծրակը կսկսի ցավել։
երիտասարդ լինում ենք չենք զգում, գիտենք միշտ տենց է, արդեն հետո 50-ից հետո, հատկապես 60-ից հետո ինքը սկսում է արդեն իրան զգացնել տալ, այո, բեմբել։ Հիմա մի բան այդտեղ փոքրիկ ասում եմ, թող բոլոր լսեն, որտեղ մեր հայ կանայք շատեր ունեն։ Ես այնօրն եմ իմացել ու արիտես որ օգնում է։ Այն լոշտակը որ կա լայն տերևները, չգիտեմ ուրիշ ոնց են։ Գիտեմ ինչ։ Այդ լոշտակից երկու մեծ տերև պոկում ես, մի երացրած ջրի մեջ մցրու հանի, հես տենց մցրու հանի, երացրած ջրի մեջ, այն որ ասում եմ վախեցնում, ու դիր ծոծրակիտ։ Ահա։ Դիր ծոծրակիտ մի բանով տենց կպցրու ցելոֆանով ու քնի առավոտն արթնացել։ Մի քանի անգամ արա հələ, մի 2-3 անգամ, տեսնենք ինչ կլինի։ Ես էլ եմ արել, տականում ա ջերը այնքան լավ է, փափկում է։ Շատ լավ է։ Փորձի, էս էլ էսենց բոլորին, էսենց ռեկլամացի։ Լավ, Տիկին Լուսիա ջան, շատ շնորհակալ եմ ձեր բոլոր խորհուրդների համար, ձեզ առողջություն, էլի առողջություն եւ համբերություն։ Օրհնված ապրեք, օջախը տել շեն լինի, թող ոչ մի հիվանդություն ձեր օջախին չմտնի, ոչ մի հիվանդություն, ոչ մի չարություն, ոչ մի նախանձություն, ոչ մի անեծք, ոչ մի ինչ բառ են ասում, նավսը, անեծքը նախանձությունը ձեր ընտանիքին չմտնի։ Շնորհակալ եմ, Տիկին Լուսիա ջան։ Տեսություն ձեզ, շատ շնորհակալ եմ։ Վերջացրեցինք։ Այսօր մեկ զանգ եղավ, այդպես էր պետք, ոչինչ։ Հետո մի 2-3 կլինի, տեսնենք, այդ ժամանակի հետ է գնում, տեսնենք։ Ես մի ուրախ բան եմ, ինձ համար ուրախ ու շնորհակալական մի բան եմ ուզում ասեմ, ես երեք գնացել եմ Քյավառ, որտեղ որ ես գնացել եմ Մարթի։ Այնքան էի կարոտել, գործով գնացել եմ մի հրաշալի վարորդ տաքսի, որ էլ է Քյավառցի, ծանոթացա շատ պատահական ու իմացա, որ Քյավառից է, ասից կտանեց Քյավառ մեծ ուրախությամբ։ Ու այդ մենակ ես նստել եմ եկել ենք։ Ինչ լավ էր, ինչ լավ էր։ Ու ինքը տարավ իր ազգականի տուն, այնտեղ թթու ջուրը տարավ, որ ես այդքան տարի այնտեղ ապրել եմ, չգիտեի որտեղ թթու ջուր կա։ Ես գիտեի միայն Սուրբ Հովհաննես է այդ վերևը դարի գլուխ են ասում, այնտեղ ներքևը որ հոսում է, այդ է, բայց դու միասին այնտեղ էլ կար այդ լիճք էին ասում, ինչ մի ժամանակ այդտեղ գործարան կար էր։ Օգնեց, բերեց շշով լցրեց, բերել եմ իմ տուն, լվացվել եմ իջև անգամ։ Ինչ եմ ուզում ասած լինել։ Ինձ միամիտ այդտեղ տեսան կանայք, որ ես եկել եմ, ես այնքան ուրախացա, որ ինչքան մարդ ինձ այդտեղ փողոցում տեսավ, հետևիցս բաղավ, այ Տիկին Լուսիա Կոպյան, մենք ձեզ շատ ենք սիրում։ Ես այնքան հուզված եմ, այնքան եմ հուզվել։ Իրոք հուզվել եմ անկեղծ, ասում եմ, տեսեք, ու տղայիս հիշեցի, ավելի հուզվեցի, որ մամ, տես ինչքան մարդ է քեզ ձայն տալիս, ինչքան են քո հետ մտերին բոլորը ճանապարհ են բացում իմ առջև։ Ու այն երկու ճղճիներից ես պետքա նյարդայնանամ, իմ ներվերս քայքայեմ, ինչի համար։ Ու ինչ եմ ուզում ասել, այդտեղ մի կին ինձ կանչեց իրենց տուն։ Ես անուն ազգանուն անդադ ազգանունım, ինքը մենակ ապրում։ Ամուսինը չկա կորցրել է, հրաշալի տղաներ ունի, 3, որոնք դրսում են Հայաստանից դուրս իրանց ընտանիքով, քանի տարի դրսում։ Այդ կինը մենակ մնում է ու հետո երեխեքն են իրան կանչում ընդեղ, թորներով են գալի, ասենց խանում կիներ, իսկական Քյավառցի կիներ։ Ինձ քյուրտահյուր ասիրեց։ Ամեն ինչ վերեց դրեց, այնց էլ հետաքրքիր, այնց հանդասնեն Քյավառցին առանց քյուրտահի հնարավոր չի։ Ասում եմ, բավարար դու մենակ ես ապրում, ես ոնց ես դու այսքան բաներ սարքել, այնտեղ Բադրջանի սալատներ, այնտեղ չիրից առանց շաքար կոմպոտ, ամեն ինչով հետո ցուրտ էր, ես բարակ էի գնացել, որտեղ տրամադրված չէի գնալու։ Բերեց շարֆ նվիրեց նոր, տեսեք ինչքան լավն էր, ես գնացի Գրողլյան Արփինեի տուն, մի հրաշալի անձնավորություն։ Ես շնորհակալ եմ հուզվեցի։ Ու այդ գեղամից էլ շնորհակալ եմ, վարորդներ։ Մի խոսքով Քյավառցիք շատ լավն են, հետո շատ լավ անձրև սկսեց, մաքուրոտ, ուժեղ անձրև։
ամեն ինչ շատ լավն է, Քյավառը փոխվել է ահագին, ասֆալտ են արել, այնտեղ մի կին կար, ասում էր 40 տարվա այստեղ հարսեմ, միշտ ցեխոտ եմ քայլել ոտքեր անձրևը, որ գա չլփում էր իրանց ասածով, հիմա ասֆալտ են կապել, հանգիստ, մաքուր, քաղաքը հանգիստ, ինչ լավն է Քյավառը, նորից վեր հիշեցի։ Էս էլ սենց գովազ, այսօր գովազների օր է, Գրիգորին գովազդեցի այսօր իր գիրքով, բայց սա գովազ չի, սա բարի բան են, այս մարդիկ բարի են, ես ուզում եմ ասեմ, որ կան լավ մարդիկ, կան, Քյավառցին ես ինչ Քյավառ գնացել եմ մարտի 72 թվականին, այդ հյուրասիրությունը ոչ մի տեղը տես չեմ տեսել ոնց որ Քյավառ, ու ես ասում եմ հերիք է գյումրեցիքին գովեմ, բայց Քյավառցիքին ինչի չեմ գովում, գովում եմ, Քյավառի որ մի գյուղը մտի դուրը ծեծի, հնարավոր չի քեզ մի բան չտա չուտես, մի բան էլ հետը դնում են հատկապես իմանում եթե տանը մեծ ասակա, մի հատ բուխշայլ իր համար են դնում, ես էլ սովորել եմ, ես էլ եմ այդպես սովորել, որտեղ դա շատ ճիշտ բան է, մարդուն պետք է հացավորես, ոչ թե կոֆեով ճամփը տնես, որտեղ գնում ես կոֆե խմես, չէ, ես քյուֆտա եմ ուզում լավաշով, Միջալույթ քյուֆտայի մեջ կծու կանաչ բիբար էր դրել, ես տենց բան չէի կերել, շատ համով էր, այնպես որ շնորհակալ եմ քեզանից Արփին ջան։ Այդպես ասած օջախը չեմ պահի, տղաներդ միշտ առողջ լինեն, իրենց գործերի մեջ հաջողակ լինեն, դու էլ առողջ լինես, որ քո թորները միշտ քեզ զանգեն, ասեն տատի ջան, ո՞նց ես։ Այսպես։ Հիմա էլի մի քիչ հուզիչ բան եմ ուզում ասեմ։ Մի աղջիկ 15 տարեկան գրել է, ինքը հաշմանդամ է, այս աղջիկը, ու ինքը ոչ ոք չունի բացի իր տատիկից, ինքն ու տատն են, էլ չեմ խորացել, որովհետև վերքեր որելնում չի կարելի փորել, ավելի ես ցավ տարես, ինչքանով ինքը խոսում է, այդքան թող խոսե ինձ հետ, այս երեխան ոչ մի բան չունի բացի իր տատից, ինքը ոչ մի բան չի կարող անի, հաշմանդամ է, սայլակին է, ու իր ուրախությունը, իր առօրյան անցնում է կոմպյուտերի առաջ, ամեն ինչ այնտեղ կարդում է, տեսնում է, հաղորդումներն է նայում, ամեն ինչ ինքը ինֆորմացված մարդ է համարվում, ու ես իրան բառերով գրել եմ, տեսեք, երկվորյակն է ինքն էլ գարասկոպով, հիմա էլ մենք երկվորյակում ենք, մինչև հունիսի 22 ինֆորմացիա է, տեսեք, այսօր ես ռեգլամեցի, չեմ ուզում այդքան հայերեն բառեր ասեմ, թող լեզվաբանները, մանկավարժները գրական բառեր ասեն, կարող ասեմ գովազդեցի, ոչ, քանի մենք երկվորյակում ենք, երկվորյակը խոսքն է, գովազդելն է, տեղեկացնելն է, և ինքը ինտելեկտուալ նշան է, օդի նշան է, այդ էլ մի փոքրիկ հիմա մեջ բերեն, բոլոր օդային նշաններին կշրքին ջրհոսին, իրանց համար հիմա լավ շրջան է, քանի որ արևը երկվորյակում է, հետո կմտնենք խեցգետին, բոլոր ջրային նշաններին ծուկը, կարիճը և խեցգետինը, իրանց համար հաջող շրջան կսկսի, հաջողը որն, այսինքն հնարավորությունների շրջան է, որտեղ արևը կյանքն ու կամքն է, այսինքն քեզ տրվում է կամք վերևից, քո կյանքին տնօրինելու աներեն, ինչը որ դու իրոք զգում ես, որ քեզ պետք է ու անցյալի սխալները չկրկնես, բայց եթե գնում ես առաջ, տեսնում ես քո առջև պատ է, ուրեմն դա քեզ նշան է տալի, մի արա, կամ ժամանակը չի, կամ քոնը չի, ու հերիքը անցյալը քչփորեք, հիմա որ հենց կմտնենք խեցգետի, հունիսի 22-ն է դա, Յուպիտերն էլ է խեցգետին լինի, հիմա էլ է խեցգետում, եթե դուք ինչքան ձեր հայացքը հետ եք գցում, անցյալը, դուք պատկերացրեք ձեր գլուխը հետև դուք քայլում եք, անցյալի մեջ եք, երեկվա բաներ, ինչը որ չկա, վերջացել է, դուք ուզում եք անցյալը բերեք առաջ, եթե դուք ձեր մտքերով անցյալը քչփորեցիք, բերեցիք առաջ, դուք կգնաք ձեր առջև պատ է լինելու, բոլորիս մոտ է այդպես, ով հետ է քայլում, այսինքն հիշում է, դիմացը դու չես տեսի, դու այսենց գնալու ես, մամայիս ասաց քոր մի քայլեք, այսենց քայլերի դու չես տեսնում ընտեղ ինչ կա, ու կգնաց քո առջև պատ կլինի, այդ հունիսի 22-ից հետո է լինելու, հիմա այս աղջիկը տեսեք, ինքը երկվորյակ, ինֆորմացիան ես իրանից այսօր երեկ եմ ստացել,
ինֆորմացիան ստացել եմ, այսօր եկել եմ հաղորդման, գիրքն եմ գովազդում, այս աղջկա խոսքն եմ ասում եւ Մերկավառեցի Արփինեին եմ գովազդում։ Ինչի մեկ-երկու ամիս առաջ ես sense բաներ չասեցի, շատ շրջաններ եմ գնում, ամենտեղ էլ ինձ շատ լավ ընդունում են, բայց ես չեմ խոսում իրանց մասին, որտեղ հիմա է ժամանակը հասունացել գովազդելու ու լավը գովազդելու։ Ինչ ասում ես աղջիկը, որ ինք ապրում է տատի հետ, ոչ ոք չունի, ապրում է եւ խորհուրդ է տալիս բոլորին։ 15 տարեկան աղջիկ խորհուրդ է տալիս։ Եղեք բարի։ Մտածեք ձեր առողջության մասին։ Գնացեք առաջ, այն հիմա ասած, հետև չի գնում առաջ։ Գնացեք առաջ, շարժվեք առաջ։ Լույս կամեցեք բոլորին, նաև ձեր ներսում լուսավորեք։ Գնահատեք կյանքը, գնահատեք այն մարդկանց, ովքեր ձեր կողքին են, այո, հետո գնում են նոր ասում են, վայ, գնաց ես աշխարհից, ով ձեր կողքն է գնահատեք, որտեղ չես կարող անցյալը հետ վերադարձնել։ Հիմա մենք ինչ ունենք, հենց Հայաստանում, հիմա նայեք ամբողջ Հայաստան, ինչ մենք հիմա ունենք, հիմա լույս ենք տեսնում, արև ենք տեսնում, շուկա, խանութ, հագուստ, ամեն ինչ նորմալ է։ Գնահատեք, որ չգնա մեր ձեռքից հետո գլուխներս պատին չտանք, վայ չանենք։ 15 տարեկանի խորհուրդ է, որը որ հաշմանդամ է։ Գնահատեք կյանքը, գնահատեք այն մարդկանց, ովքեր ձեր կողքին են, կյանքը հրաշալի է, իսկ եթե ինչ-որ մեկը վատ, ծանր վիճակում է գտնվում, կամ հայտնվում, թող հիշի ինձ ու իմ բոլոր ասածները, հիշեք ես 15 տարեկան աղջկան, եթե հանկարծ ձեր մոտ ինչ-որ մի բան են չի լինում, ես այդ բառը չեմ կարող, ուրիշ բառ չեմ կարող ասեմ, եթե ասեմ բողոքական չի սազում, ուզում եմ ասեմ աբիժնիկ, այդ ձեր աբիժնիկությունը, այդ ձեր ձևի մեջ մաս փնտրելը, մի արեք, չի կարելի, այս կյանք էլ եմ ասում, ոչ ոք չունի, ինքը մենակա իր կամպյուտերը, բայց ինքը կյանքը տեսնում է կյանքու բոլորին խորհուրդ է տալիս։ Թող հիշի ինձ ու հիշի իմ բառերը, որ չունեմ ոչ ոք, լավ լսեք, որ չունեմ ոչ ոք, բայց հավատացեք ձեզ։ Եվ թող միշտ հաջողություն ուղեկցի ձեզ, պահպանեք ձեզ, չար մտքերով մարդը միշտ իրան հիվանդություն է տալու։ Այդ դեղերը, ինչ մենք խմում ենք այդքան ճիշտ չի։ Մենք կարանք ընդեղ տեղ խմենք, ընդեղ նյարդանանանք, տեղ խմենք, ընդեղ անիծենք ու չարանանք։ Հետո մեր ժողովուրդը շատ է հարցնում, ինչ են մարդիկ այսքան չարացել, չեն չարացել, այդպեսին է։ Իրանց մեջից դուրս է եկել։ Ինչ որ ընդեղ կա, դա դուրս է եկել։ Բարիները կան, բարի ասել է, չէ, այդտեղ ջուր ենք, 50 ենք։ Այսպես այս աղջկա խոր ու անդադ կկրկնեմ 15 տարեկան հաշմանդամ աղջիկ, որ ինքը ոչ ոք չունի։ Ինքը իր այդ սալակը քշում է պատուհանից նայում է երկնքին, անձրև է գալի, ամպոտ է, ոռնում է, ինքը էլ իրան լավ է զգում։ Այդ ամպերի ոռնոցի համար ասեմ, ինչքան ամպերը գոռում են, կայծակ է տալի, որոտ է տալի։ Այդ ժամանակ ինչ ուզեք ձերքերդ պարզեք մի ցանկություն խնդրեք, որ ուզում է մեզ բան էսպես լինի, լավ բան խնդրեք, չար բան մի խնդրեք։ Թող երեխա ունենամ, թող իմ տան հարցը լուծվի, թող հերս մերս առողջանան, թող ես իմ ֆինանսական հարցերը կարգավորվի, պարտքերս փակեմ, գլխիս տանիք լինի, այսինքն մի հատ լավ բան։ Ու մաքրի իմ մեջից ամենայն չարություն, անեծքները, նավսերը, դու ինքդ քեզ նավսում ես, էս։ Հիմա մի փոքրիկ բան էլ ասեմ, որ մի օրգան իրանից ինչա ներկայացնում, լյարդը։ Սխալ սնունդի հետևանքով շատեր ունում են լյարդի խնդիրներ, բոլորս գիտենք, ու հիմա շատերի մոտ լյարդը ճարպակալած է։ Իսկ այդ չաղանալը, փորքցելը, այս դեմքի քաշվելը, դա ամբողջ գալիս է ստրեսային վիճակից, որտեղ մենքան մարդիկ կա փորները մեծ են, բայց իրանք այդքան էլ լավ չեն սնվում, դա ստրեսից է։ Բասեինը շատ է օգնում, լողավազանը շատ է օգնում։
Դա գալիս է եւ նա բացի ոչ ճիշտ սնվելուց լարդի հիվանդությունը գալիս է, որ կյանքը մենք ճիշտ չենք տեսնում, որտեղ լարդը դա արյունն է, այրան շրջանառությունն է ու հավատքի պակասությունն է։ Դրա համար շատերը մենք մենակ անգիր ենք ասում Աստված, բայց հավատը մեջից պետք է լինի, որ Աստված իրոք մեզ սիրում ու էլ հայ ազգին ինքը մենակ Աստված է պահում։ Միայն Աստծո զորությունը, որ մեր երկիրը պահում է։ Ու աղոթքները ղեկավարությանը որ աղոթում է ու սաղմոս ասում թոքերն ինչ է դրանք վիրավորանքն է ու թախիծը տեսեք կորոնան ինչի համար եղավ Աստծուց հեռացած թթվածնի քաղց ու շատերը վիրավորված էին շատերը վիրավորված են ու թախծոտ երեկանները դա վախից է ինչ որտեղ է նաև ասում է ամբարտավանությունից է շատ ամբարտավան մարդկանց երեկանների խնդիր են ունեն որ գիտեն որ միայն իրենք են որ կան ու այդ մարդկանց ովքեր երիկամի խնդիր ունեն ու վախկոտ են իրանք լինում բայ կարող է սենց մի բան անհանգստություն իրանք հաճախակի ձայներ են լսում որ իրանց ավելի վախեր է տալիս ալկոհոլը ովքեր որ խմիչքի սեր ունեն համարում են դա արքաների խմիչք չի համարվում ալկոհոլը հիշեք միշտ դրանք չարից են այն մարդիկ որ խմիչքը շատ են սիրում ու շահագործում են ու չարաշահում են դա չարից է որովհետև այդ ընթացքում մարդու ենթագիտակցությունը բացվում է իրանք պատրաստ չեն ու իրենց աչքին հատկապես կանայք լինում է նաև այդ տղամարդու մայրը աչքին չարն է երևում ոնց որ սատանա է տեսնում դրա համար հարձակվում է վրա այսինքն բաներ կա ռուսներն են այտենց որտեղ ռուս կանայք իրանց տղամարդկանց համար համարվում են վամպիր քաշում են դրա համար այդ տղամարդիկ խմում են կանանց ծեծում են հետո հիմա կանայք են սկսել խմել հիմա չէ դա վաղուց է մեր հայերի մոտ էլ տղամարդն է վամպիր կնոջ համար դրա համար մեծամասնության մեր հայ կանայք գինեկոլոգիայի խնդիրներ ունեն քունը առողջությունը Չինաստանում որ ուզում են մարդկանց պատժեն մահապատիժ իրան կարան 10 օր չթողնեն քնի կարաս կանգնես, կարաս նստես, ընտեղից նայում են դռնից, եթե հանկարծ աչքերը փակես քնեց, պետք է կան արթնացնեն, ու ինքը մահանում է։ Շնչառությունը, եթե մարդիկ շնչառականի խնդիրներ են ունենում, դա մարդի կյանքի տևողությունն է, եթե իրանք ճիշտ չեն շնչում, քթով շնչել, արտաշնչել։ Իսկ վերջում ես վելի մի փոքրիկ այդ ինչքան ինչ որ ասեցի խորհուրդել հարկավոր տալ ելքը գտեք ձեր ծառերը այդ գարասկոպ դրոիդը այնտեղ չեմ կարող ասեմ խոյերին սա է ցկներին սա է այնտեղ ժամկետներ կա որորից որորը ես խոյ եմ մարտի 21 բայց 22-ն արդեն ուրիշ է էլի խոյ է բայց ուրիշ է գրվում դուք ինքներդ գտեք այդ ծառերի դրոիդների գարասկոպը գնացեք ձեր ծառերը գոնե մի 10 րոպե գրկեք շատ օգնում է այսպես է կկրկեք մեջ կովել կկրկեք այդ ճյուղը կարակ եթե հարմար ծառա ճյուղը բերեք կպսնեք ձեր այս դիաֆրագմային սոլեշնի սպլիցենիա տնեք այդտեղ մի 10-15 րոպե սպասեք ոտքերն իրար կողք պետքա ցիկ կանգնեք դուք էներգիա կստանաք ձեր վատը տալիս եք լավ է վերցնում եք այսքան ինչ որ ես հիմա այսօր ասեցի ես շատ կխնդրեի ու շատ կուզենայի որ ինչ որ ասեցի կունես 10 հատից մի հատը վերցնեք ու դուք բացեիք դա որպեսզի խաղաղ ապրեք ու այս լարվածությունը ինչը որ հիմա մեր Հայաստանում գնում է թող դա չլինի իրար մի կերեք իրար մի հոշոտեք եթե իրոք բոլորից սիրտը ցավում է Հայաստանի համար իրար մի կերեք մի չարացեք ու որ ամեն այդ խմբերը պարում եք ուրախանում եք լավ եք անում պարեք ուրախացեք բայց դուք ինքներդ պարում եք ու ուրիշ պարողի վրա խոսում եք արդեն դա չարություն է ու չար մարդը խոսում է բարությունից որ ինքը չար է խաղաղ ապրեք
բարություն մեր երկրին, որտեղ մեր երկիրը ծաղկունք է գնալու ու շատ վերափոխումներ ու բարեփոխումներ ա լինելու ու աշխարհը մեզ ճանաչում ա ու գնալով ավելի կճանաչի։ Խաղաղ ապրեք։